ձայն։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, հանրային ռադիոյի եթերում կրկին ձեր ձայնն է լսելի, ես Լուսինե Մուրադյանն եմ եւ առաջարկում եմ ոչ միայն լսել, այլև դիտել armradio.am կայքի միջոցով, նաեւ Facebook-յան հարթակի միջոցով եւս հայտարարում եք Հայաստանի հանրային ռադիո։ Մենք այսօր անդրադառնալու ենք Հայաստանի զբոսաշրջությանը եւ փորձելու ենք հասկանալ, թե Հայաստանում որ ուղղություններն են ավելի պահանջված եւ առհասարակ ինչ հետաքրքիր միջոցառումներ են իրականացվելու ամռան շրջանում, որպեսզի գրավենք ավելի շատ զբոսաշրջիկներ եւ լինենք մրցունակ։ Այս եւ այլ հարցերի մասին զբոսաշրջության վերաբերյալ ես այսօր զրուցելու եմ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ապրեսյան։ Ես ավելի շատ կբնութագրեի ձեզ Հայաստանի տուրիզմի գիտակ, որովհետեւ այդուհանդերձ ձեզ հաջողվել է նաեւ համախմբել տուրիստական ոլորտում աշխատող բազմաթիվ մարդկանց եւ նվիրյալներին, այո, դուք ճիշտ արտահայտել, մի նվիրյալ էլ դուք եք այս պարագայում։ Պարոն Ապրեսյան, եկեք փորձենք գնահատել 2026 թվականի զբոսաշրջային մեկնարկը սեզոնի եւ հասկանանք, որքան հասկանում ենք թվերը բավականին լավն են եւ մենք տեսնում ենք զբոսաշրջիկներից գալի հոսք։ Այո, թվերը լավն են, առաջին երամսյակի տվյալը արդեն լավ է, հաջորդող ամիսներին էլ ամսական տվյալները նույնպես լավ են, ու երամսյակի տվյալները, որոնք որ ավելի այսպես երամսյակ հիմնավոր բնութագիր տալիս են, 17%, 17.2% աճ ենք ունեցել նախորդ տարվա ժամանակահատվածի համեմատ, երկրորդ երամսյակի եւ ընդհանրապես առաջին կիսամյակի տվյալները ավելի ուշ կլինեն։ Այո։ Դա կիսամյակի ավարտ հաջորդող ամսվա վերջ կլինի կամ մյուս ամսվա սկիզբ։ Հուսանք, որ լավ թվեր կլինեն, որտեղ ցույց է տալիս շարժը, զբաղվածությունը հյուրանոցների, հետաքրքրությունը, ակտիվությունը, դա ամեն ինչ ցույց է տալիս։ Բայց չպետք է այսպես ոգևորվել պետք է, բայց չպետք է այսպես ընկնենք նորից էյֆորիայի մեջ եւ ասենք, չէ, նորից ամեն ինչ լավ է, եկեք նաեւ գները անհարկի թանկացնենք, եկեք նաեւ որտեղ մեզ մի անգամ շուկան զգուշացրեց։ Շուկան այսպես մեզ դեղին քարտ մի հատ ցույց տվեց 2024 թվականին եւ նաեւ 25-ի թե առաջի երամսյակում, թե առաջի կիսամյակում, որտեղ մենք երբեք նման բան մինուս չէինք ունեցել 24 թվականին 4.7% մինուս եղանք։ Իսկ դա պարզապես շուկայի զգուշացումն էր։ Հիմա մենք 25-ի առաջի երամսյակն էլ երկրորդն է։ Ինչով է պայմանավորված այդ աճը ըստ ձեզ։ Աճը միջոցառումների քանակը գնալով Հայաստանի ճանաչելիությունը մեծանում է։ Դրան իհարկե նպաստում են նաև հենց միջոցառումների քանակը, այդ թվում նաև շատ մեծ միջազգային նշանակության միջոցառումներ։ Այո, հաջորդ տարիներին մենք կզգանք նաև Եվրոպական քաղաքական խորհրդի գագաթաժողովի էֆեկտը, COP17-ի էֆեկտը, որ տեղի ունենալու եւ ես համոզված եմ պատվով ենք դուրս գալու շատ մեծ միջոցառումներ, արդեն սպորտային, մշակութային նման իհարկե զբոսաշրջության բնագավառով, туриզմի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում, նաև վերջերս շատ հետաքրքիր միջոցառում իրականացրեց туриզմի կոմիտեն վիզերի հետ, Լոնդոն, Երևան, որ չգիտեն թե ուր են գալու, չգիտեն թե ուր են գալու, դա նույնպես բավականին լավ աժոտաժ առաջացրեց։ Իհարկե մինչ այդ նաև կատարված աշխատանքը իհարկե շատ պետք է կարևորեմ մասնավոր հատվածի ջանքերը, որ միշտ շարունակական, այսպես փորձում են անում են նույնիսկ այն ամենավատ վիճակում գտնվելով իրենք նվիրյալները միշտ աշխատում են, իրենց գործն անում են եւ պետական մասնավոր համագործակցության շրջանակներում այդ ամբողջ գործընթացները ակտիվ քաղաքականությունը եւ մարքեթինգային եւ այն որ ամենակարևորը որ Հայաստան այցելած զբոսաշրջիկները միշտ վերադառնում են իրենց սպասելիքները գերազանցած դա հենց նորից եւ մեր հրաշալի լեգենդար հյուրասիրությամբ հյուրընկալությամբ օժտված ժողովրդի մասնավոր հատվածի նաև ջանքերն են եւ էությունը իսկ դա նույնպես մարքեթինգի գլխավոր գործիքներից է որովհետեւ այդ ցնցումների մեջ վերադարձած զբոսաշրջիկները անպայման իրենց տասնյակ
եւ հարյուրավոր անգերներ, բարեկամներ, հարազատների հետ կիսվում են իրենց տպավորությունները։ Հատկապես եթե զբոսաշրջիկը որոշել է տարածաշրջանային այց կատարել եւ հարևան երկրներից օրինակ գալիս է Հայաստան, այստեղ եթե դիտարկում ենք սպասարկման ոլորտը, ապա մենք փայլում ենք եւ անքննելի է ուղղակի առավելությունը այս առումով մեր հարևանների հետ։ Եվ չպետք է թուլանանք եւ դա պետք է պահպանենք։ Մենք դա պետք է պահպանենք, որ մենք ամեն ինչ չպետք է գերկոմերցիալիզացնենք նաև։ Պիտի հասկանան Հայաստան եկողը պիտի արդեն այստեղ վերաբերմունքից այ թե աչքերը փակ, այդ չիմանա ինչպես ասենք բրիտանացիների հետ արվեց, հա, չիմանա ուր է գալիս, արդեն ստեղ գտնվելու ժամանակ նույնիսկ եթե չասեն որտեղ ինքը հասկանա որ Հայաստանում է զգալով պարզապես, հա, զգացողությամբ հասկանա որ Հայաստանում է։ Սա մենք պետք է պահպանենք։ Եվ ավելի զարգացնենք բնականաբար, բայց վերադառնանք գներին։ Այդ գները մեր սպասարկման ոլորտի եւ զբոսաշրջային ոլորտի Հայաստանի գները առավելապես իհարկե անհանգստացնում են հայերիս, որովհետև մենք նաև ցանկանում ենք բացահայտել մեր հայրենիքը, ուզում ենք ամառվա շրջանում շաբաթ կիրակիներն անցկացնել բնության գրկում, բայց ունենք ժողովրդական մի կատակ, իհարկե ասում են կատակի կեսը լուրջ է, կեսը կատակ, բայց ասում են այնքան հարուստ է, որ գնացի Ծաղկաձորում հանգստանայի, այլ ոչ թե այլ երկիր, այս պարագայում ինչպես կարողանալ բալանսավորել, որպեսզի նաև հայերի համար գրպանին հարմար լինի, իհարկե գիտեմ, որ տարբեր կան, այսինքն դու կարող ես գնային քաղաքականությունն էլ է ճկում, բայց ընդհանուր առմամբ։ Տեսեք, եթե դուք հիշում եք, շատերը նույնիսկ կասեն, դուք էլ կասեք, որ ես էի, որ միշտ դեմ էի արտահայտվում այն կարծիքներին, որ մեզ մոտ թանկ է եւ այլն համեմատում էին։ Դուք մեր եթերում եք ասել։ Այո, համեմատում էին, ասում են, այ տեսեք, Վրաստան են գնում, որտեղ Վրաստանում ավելի գները մաչելի է եւ այլն, եւ ես միշտ ոչ միայն դեմ էի արտահայտվում, նաեւ ապացուցում էի, որ դա այդպես չի։ Եվ ասում եմ եկեք ոչ թե ասածների կամ սխալ համեմատությունների արդյունքում կարծիք արտահայտենք, այլ եկեք պարզապես համեմատենք, մեկ աղբյուր տեղեկատվական վերցնենք, առցանց ամրագրման որևէ համակարգ համաշխարհային booking.com կլինի կամ որը կլինի, եւ այդ նույն աղբյուրում համեմատությունը կատարենք համեմատելի մեծությունների մեջ։ Այո, միշտ արել եք այդ համեմատությունը։ Եվ իրականում դա այդպես էր։ Հիմա իրականում տեսեք ինչ է կատարվել կորոնավիրուսից հետո բոլոր երկրներում, նաև Հայաստանում շուրջ 10% գնաճ եղավ։ Սակայն մեզ մոտ մի առանձնահատկություն էլ եղավ, մենք կորոնավիրուսից հետո շատ արագ սկսեցինք վերականգնվել։ Իհարկե ավելի շատ ինդիվիդուալ, այցելությունների իմաստով կազմակերպված զբոսաշրջությունը դեռևս այն ցանկալի արդյունքին դեռ չի ասել, հիմա դրան կանդրադառնանք։ 2-4 անգամ 2021 թվականը աճ ունեցավ 20-ի նկատմամբ։ 22-21-ի նկատմամբ մոտավորապես կրկնակի աճ ունեցավ։ Այսինքն 360,000-ից 21-ին դարձանք 800,000, հետո 1.6 միլիոն 22-ին դեռ չէինք հասել 2019-ի մինչ կորոնավիրուսյան ցուցանիշին։ 23-ին էդ էլ գերազանցեցինք։ 41% աճ եղավ 22-ի նկատմամբ, հələ մի հատ էլ գերազանցեցինք մինչ կորոնավիրուսյան 1.9 միլիոնը 1.894, 2 միլիոնն էլ անցանք, 2.3 միլիոնն էլ անցանք։ Ավելի քան 2.3 միլիոն ներգնաց զբոսաշրջային այցելություն ունեցանք 23 թվականին։ Եվ այդ տեսնելով կարծես թե, այսպես ասած, ոչ թե ոգևորվեցինք, գերոգևորվեցինք, էյֆորիայի մեջ ընկանք եւ մասնավոր հատվածում եւ ցավոք նաեւ պետական հատվածում թանգարաններ եւ այլ, այսպես անհարկի գներ բարձրացեցինք, անհարկի։ Դրան նպաստեց նաեւ որոշակի, այսպես հարկային քաղաքականություն։ Եվ ինչ ունեցանք 24 թվականին շուկան մեզ ասեց հարգելի գործընկերներ, մի հատ գնացեք պետական մասնավոր, մի հատ միասին նստեք, մի հատ հələ քննարկեք, տեսեք երևի վերանայելու հարցեր կա քաղաքականությունների մեջ։ Հա հիմա նորից չպետք է դա, հա դրան նաև գումարվել է իհարկե դրամի արժևորումը զգալի 30% երևի ավելին
Սա գումարվում է նաև, այսինքն արտարժույթով մեր զբոսաշրջային արդյունքի գինը, տեսեք ինչքան է բարձրանում։ Եվ դրա համար ներքին զբոսաշրջության առումով այդքան խնդիրը մեծ չէ, որովհետև դրամի արժևորումը, դրամով ենք աշխատում, դա այդ խնդիրը չի առաջացրել եւ այլն։ Քաղաքացիների սոցիալական վիճակը, հնարավորությունները, տեսեք, երբևէ չենք թերագնահատում Հայաստանում սպասարկման ոլորտի որակը, որովհետեւ իսկապես տարածաշրջանում լավագույնն ենք եւ շնորհակալություն ենք հայտնում այդ ոլորտում աշխատող նվիրյալներին, բայց մենք պիտի տեսնենք այդ պահանջարկը եւ մարդկանց հնարավորությունները։ Այս պարագայում համեմատությունը արվում էր սոցիալական վիճակի հետ։ Նաև տեղեկատվության նորից ես գամ այն բանին, որը դեռևս մնում է, դուք էլ նշեցիք, որ մենք շատ լայն ընտրության հնարավորություններ եւ լայն ընտրության հնարավորություններ ունենք։ Դրա մասին էլ պետք է տեղյակ լինենք եւ դրան պետք է օգնեն եւ մեր բոլոր տեղեկատվական հարթակները եւ նաեւ մեր հարգարժան զբոսաշրջային ընկերությունները, օպերատորները, որոնք շատ քաջատեղյակ են բոլոր մեր մոտ հանգստի բոլոր հնարավորություններից եւ նաև այդ մշակույթը մեզ մոտ պետք է ավելի զարգանա, մենք պետք է սկսենք ավելի շատ վստահել իրական, ճիշտ աշխատող զբոսաշրջային ընկերություններին, օպերատորներին, գործակալներին, որոնք կարողանան շատ լավ առաջարկներ եւ այստեղ զբոսաշրջային օպերատոր, հյուրանոցային տնտեսություն, հանրային սննդի ծառայություններ, մնացած բոլոր խաղացողներ, այս համագործակցությունը պետք է գնալով ավելի բարելավվի, ավելի շատ միմյանց վստահեն, ավելի ճիշտ այս գործարար սովորույթների, ուրեմն այդ բոլոր կանոնները եւ օրենսդրության կանոնները պահպանեն եւ մի շատ կարեւոր բան արդեն հուլիսի 1-ից հուսանք ուժի մեջ կլինի եւ այդ notify.gov.am հարթակը, այսինքն ծանուցման այդ էլեկտրոնային ծանուցման հարթակը արդեն կգործի եւ այդ պահից էլ ուժի մեջ է մտնում արդեն զբոսաշրջության մասին նորօրենքի այն հիմնական դրույթները, որոնք նախատեսում էին մի շարք գործունեության տեսակներ որպես ծանուցման ենթակա, դա զբոսաշրջային օպերատորի, գործակալի գործունեությունը, զբոսավարի, ուղեկցորդի, հյուրանոցային ծառայությունների, արդեն մենք գալիս ենք ավելի կարգավորված դաշտ եւ այստեղ նույնպես սա նաեւ բարձրացնում է վստահության մակարդակը եւ շեմը եւ մեր հանրությունն էլ արդեն կսկսի եւ հուսամ ավելի շատ կսկսի վստահել իհարկե հաշվի առնելով նաև նրանց գործարար համբավը, մեր բիզնեսներին, զբոսաշրջային ընկերություններին եւ ավելի լավ արդյունքներ այստեղ ընթացքի մեջ է որքան հասկանում ենք, իսկ ինչ վերաբերում է մեր գնային մրցունակությանը արդեն համաշխարհային շուկայում, այստեղ մենք մի կարևոր առաջարկությամբ հանդես ենք եկել Տուրիզմական ֆեդերացիան եւ ի պատիվ մեր գործընկերների զբոսաշրջության կոմիտեն, էկոնոմիկայի նախարարությունը դա ընկալել են, դրել են նախագիծը շրջանառության մեջ, քննարկել ենք նաև ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, այնտեղ նույնպես հավանության է արժանացել նախագիծը, խոսքը վերաբերում է ներգնաց զբոսաշրջային փաթեթների իրացման նկատմամբ ավելացված արժեքի արկի զրոյական դրույքաչափի կիրառմանը, մեզ հետագայում անհրաժեշտություն առաջացավ լրացուցիչ քննարկել եւ համոզել նաեւ ֆինանսների նախարարությանը եւ Պեկին մի 2 ամիս առաջվա տվյալով մենք արդեն կարծես թե այնտեղ նույնպես ընդհանուր ընկալում ունեցանք մի փոքր փոփոխություններ նախագծում այսպես քննարկեցինք եւ շատ մեծ հույս ունենք, որ շատ մոտ ապագայում այդ նախագիծը արդեն վերջնական լրամշակված տեսքով այդ ունենք այդ մեծ հույսը եւ համոզմունքը, որ պետք է որ եթե ընդունվի մեր զգալի տեսանելի փոփոխությունները շատ եւ փոփոխությունները մի շարք կարեւոր հարցերում սա եւ մեր գնային մրցունակությունը բարձրացնում է, ընդ որում սա արդարացի հարկային քաղաքականությանն է վերաբերում, սա արտոնություն չէ, սա արդարացի հարկային քաղաքականություն է եւ սա բերելու է նրան, որ եւ մեր գնային մրցունակությունն է էապես բարձրացնելու, էապես մեղմելու է այդ անհարկի գնաճը։ Այո։
Բացի դրանից մեր տարածաշրջանային մրցունակությունն է ապես բարձրացնելու եւ տարածաշրջանային համագործակցության շրջանակներում Հայաստանի դերն է զգալիորեն բարձրացնելու, որովհետեւ այս մեխանիզմը օրինակ ունի մեր հարևան բարեկամ Վրաստանը, գործում է 2011 թվականից եւ առ այսօր տարածաշրջանային համագործակցության շրջանակներում նրանք առաջին ջութակի դերում են։ Օտարերկրյա մեր գործընկերների հետ եվրոպական, ճապոնական, ամերիկյան, մնացած բոլոր հայ երկրների հեռավոր արևելյան, ռուսական, այն զբոսաշրջիկները, որոնք նախընտրում են այդ տարածաշրջանային փաթեթները միասնական, հա, այստեղ Վրաստանը առաջնային դերում է ի հաշիվ նաև իր հիմնականում ի հաշիվ էս իր գնային մրցունակության եւ մենք ես ասում եմ հիմնականում դրա եւ բացի այդ նաեւ հետեւյալն է մենք նույնիսկ Վրաստանին ենք հետ գցում ընդհանուր տարածաշրջանային զբոսաշրջանային փաթեթները համաշխարհային շուկայում ավելի մրցունակ դարձնելու առումով որտեղ մենք այս առումով կաղում ենք հետ ենք ընկնում այսինքն մենք էլ եթե նույնը ունենանք համ մեր դերը կբարձրանա այս համագործակցության համ Հայաստան-Վրաստան ընդհանուր փաթեթը ավելի մրցունակ կլինի Իսկ քանի որ մենք դա չունենք, մենք իրանց էլ ենք հետ գցում։ Բայց ինչ որտեղ առաջ ենք թողում այն իմաստով, որ տարածաշրջանային համագործակցության շրջանակներում իրանք առաջի ջութակի դերում են, եւ ըստ էության օրինակ 10 օրվա փաթեթների պայմաններում Հայաստան-Վրաստան փոխանակ լիներ 5 օր Հայաստան 5 օր Վրաստան, լինում է 2 օր Հայաստան 8 օր Վրաստան կամ լավագույն դեպքում 3-7, հա Եվ նաև թելադրվում է թե մեր մոտ հիմնականում որտեղ այստեղ մեր նաև տարածքային, հա, այդ Երևանից դեպի մարզեր ապակենտրոնացումն է տուժում, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը նպաստելու հարցերն են տուժում, տեսեք ինչքան հարցեր են լուծվում այս մի նախագծով։ Սրանով մենք նաև այդ խնդիրներն ենք լուծում եւ ամենակարևորներից կազմակերպված զբոսաշրջության ամրապնդում եւ զարգացում իսկ եթե մենք ուզում ենք туриզմի իրական ազդեցություն туриզմը իրական իր դերի մեջ տեսնել որը հզոր գործիք է եւ հզոր հարթակ թե տնտեսական թե սոցիալական թե մշակութային թե քաղաքական հարցեր լուծելու առումով այ կազմակերպված զբոսաշրջությունն է որ այդ վիճակի է ամենաարդյունավետ կերպով դա իրականացնել եւ բոլոր այսինքն համաչափ տարածքային զարգացման խնդիրները լուծել, որտեվ մեծ քանակով երբ որ մենք ունենում ենք եւ ողջևորվում ենք քանակական աճով, դա այդքան էլ որակական էֆեկտի չի բերում, որովհետեւ հիմնականում այցելությունները անհատական են, անհատական այցելուները հիմնականում Երևանում են գտնվում կամ Երևանին մոտ գտնվող եւ այսպես իրենց այցելությունները մարզեր այսպես կայուն չեն, այնպես չեն, որ իրենց դրական ազդեցություն ունենան համաչափ տարածքային զարգացման վրա։ Մեր մշակույթը ճիշտ ներկայացնելու վրա կազմակերպված զբոսաշրջությունն է, որ նաեւ քո մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանը, հանրահռչակմանը նպաստում է։ Արդյոք ինձ հետ համաձայն Այսինքն ինչքան հարցեր եւ նաեւ ամենակարևոր հարցերից մեկը մի շատ լավ բան կա, որ զբոսաշրջության զարգացման հայեցակարգը ռազմավարությունը, որ ընդունվեց 2026-30 թվականների, այնտեղ իթիվս կարևոր հարցերի մի կարևոր դրույթ ունենք՝ կառավարելի ապաշրջափակում, որի մասին մենք միշտ խոսել ենք։ Շատ լավ է, որ մենք այդ ուղու վրա ենք Հայաստանի կառավարությունը ջանքեր է գործադրում եւ մեր հանրությունը նույնպես դա ուզում է որ ապաշրջափակում տեղի ունենա բայց մի շատ կարևոր բան կա այսպես ոչ թե պարզապես ինչպես պատահի այլ մենք պետք է կարողանանք արդյունավետորեն կառավարենք այդ ապաշրջափակումը որ դա լինի օգուտ մեզ դա իրավական տնտեսական բոլոր գործիքակազմերի կիրառումով լինի ապաշրջափակում եւ մենք կարողանանք ազատորեն հարաբերվել աշխարհի հետ ունենանք այդ բոլոր կոմունիկացիաները բայց դա կարողանանք այնպես կառավարենք որ դրա արդյունքը մենք ստանանք խելամիտ այո եւ դրանով պահպանելով մեր
եւ ինքնությունը եւ մշակութային ժառանգությունը եւ կարողանանք դա ճիշտ ներկայացնել, հանրահռչակել տնտեսությունը, տնտեսական բոլոր մեր առավելությունները կարողանանք իրացնել։ Այստեղ տարածաշրջանային Եվ այս նախագիծը նաև հենց դրան է նպաստելու։ Տարածաշրջանային զբոսաշրջությունը, եթե դիտարկում ենք, կարող ենք ասել, որ աճ ենք տեսնում այդուհանդերձ, երբ մարդիկ գալիս են տարածաշրջանով։ Դա դրանով ավելի նաև, որտեղ այդպեսին է միտումը աշխարհի մանավանդ հեռավոր երկրներից, որ գալիս են, ասում են միանգամից մի քանի երկիր տեսնենք։ Հիմա գնանք մարզեր։ Մի կարևոր բան ասացիք, որ զբոսաշրջիկները երբ գալիս են հիմնականում լինում են մայրաքաղաքում կամ մայրաքաղաքից մոտ վայրերում։ Մենք ունենք հրաշալի վայրեր, որոնք ավելի հեռու են գտնվում, բայց ցավոք ես ինքս որպես զբոսաշրջիկ եթե դիտարկենք, 3-4 ժամ գնում եմ, հասնում եմ, տեսնում եմ մեր պատմական հնագույն եկեղեցիները, հիանալի բնության հետ եմ առնչվում, հա, վայելում եմ այդ ամենը, բայց այնտեղ ինձ պահող որպես զբոսաշրջիկ այլ որևէ ժամանցային կետ չեմ տեսնում։ Սա գլոբալ խնդիր է։ Այդ բառը հնչեցրեցիք, ասեցիք։ Գլոբալ ժամանց, որը շատ կարևոր է, որովհետև զբոսաշրջիկը եկել է, տեսավ պատմամշակութային, չգիտեմ, որ երրորդ դարի կառույց եւ այլն, այդ ամենը մենք ունենք, դրա խնդիրը մենք չունենք։ Բայց մենք ունենք ուրիշ խնդիր։ 4-5 ժամ մեքենայով գնալ հասնել այդտեղ ու հետո հետ գալ, որովհետև գրեթե սրճարանները բացակայում են, չկա ժամանցային որևէ վայր, հյուրանոց 1-2 հյուրատներ կան, փառք Աստծո հասել ենք դրան։ Բայց զբոսաշրջիկին այդ մարզում պահելու գայթակղիչ կոմպոնենտներ չունենք։ Սա մեզ մոտ ինձ թվում է դեռ գլոբալ խնդիր է։ Շատ ճիշտ եք։ Դեռ սրճարանների, ռեստորանների, հանրային սննդի տարբեր օբյեկտների առումով զգալի առաջընթաց ունենք։ Կա, բայց տեղեր կան, որ խղճուկ են։ Տեղեր կան, բայց հիմնականում ավելի շատ այլ ժամանցի վայրեր, հետաքրքիր նաև խանութներ, առևտրի վայրեր, ժամանցի իհարկե նաև համերգային ծրագրեր, մյուս, հա, տարբեր ժամանցի եւ զվարճանքի վայրերը մարզերում ավելի իհարկե խեղճ են եւ այս առումով մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս հնարավորությունները նույնպես նույնիսկ ինձ հայից ուզում եմ գնալ որևէ տեղ եւ ուզում եմ ունենալ նաև ժամանց, որովհետեւ հանգստի բաղկացուցիչ մասն է ժամանցն է, որը ցավոք թերևս ժամանցի առումով այստեղ գալիս են զգալիորեն այս հարցը լուծելու փեր ավանդական փառատոնները, որը մենք ամեն ինչ պետք է անենք, որ հատկապես մարզերում զարգանան եւ ի սկզբանե քաղաքականությունը փառատոնների աջակցության պետական քաղաքականությունը այս դրան է ուղղված եղել։ Ցավոք հիմա սկսել ենք շատ շուտ Երևանում նույնիսկ շուտ համերգներ փառատոնների անվան տակ այսպես անունը դնել փառատոն եւ աջակցել, չէ, սա պետք է պահպանվի եւ մարզերում եւ մենք ունենք օրինակ այս տարի հրաշալի արդեն հիմա եղան փառատոններ, որոնք փայլուն փառատոններ են, բայց հիմա նույնպես ունենք։ Օրինակ ամսի հուլիսի 25-ին հենց այն վայրերը, որոնք որ հրաշալի պոտենցիալ ունեն, բայց լավ ներկայացված չեն, օրինակ Երևանում Վայոց ձորի մարզում Հորս գյուղում, այ լինելու է այնտեղ հուլիսի 25-ին փառատոն, Եղեգիս ֆեստ, հետո արդեն ունենալու ենք մեկ այլ հրաշք վայրում Հայաստանի Լոռու մարզում արդեն վերականգնվում է մեր ավանդական խորովածի փառատոնը օգոստոսի 1 եւ իհարկե արդեն գալիս ենք օգոստոսի 10-11, այս տարի արդեն 2 օր 10-ին եւ 11-ին Սիսիան համայնքում Սյունիքի մարզի արդեն 5-րդ տարին է, դա հնգամյակն է հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոնի Նավասարդի։ Այո։ Սա ես ուզում եմ, որ մեր հանրությունը իմանա եւ տեսեք տարբեր մարզերում տարբեր միջոցառումներ, տարբեր գեղեցիկ միջոցառումներ եւ սրանով մենք ինչպես վայելում ենք ինչպես վայելում են օտարերկրյա զբոսաշրջիկները, այնպես էլ մենք նպաստում ենք մեր այդ մարզերի զարգացմանը։ Տեսեք ինչպես լավ էլ ընտրված է նաև Սիսիանը, որ միշտ ունենալով այդ հրաշալի պոտենցիալը շատ թույլ էր զարգացած այն ուղղությամբ զբոսաշրջությունը եւ այս փառատոնը արդեն զգալի խթան է հանդիսացել Սիսիանի զարգացման համար։ Հորս գյուղը, որ նույնպես արդեն սկսած այս փառատոնից, եթե դա կդառնա, հուսանք կդառնա ավանդական ամենամյա եւ իհարկե Լոռու մարզում խորովածի փառատոնը Ստեփանավանում
Սա նույնպես իր լրացուցիչ խթանը կունենա այդ ուղղությամբ։ Հուսանք կշատանան նմանատիպ միջոցառումները, որոնք եւս կնպաստեն, որպեսզի զբոսաշրջիկները գան Հայաստան եւ փորձեն նաեւ մնալ մարզերում։ Մենք եւս մեկ խնդիր եմ տեսնում, ես չգիտեմ որքան ճիշտ եմ թե ոչ, ես մասնագետ այդքան էլ չեմ, բայց այդուհանդերձ ես տեսնում եմ, որ կան 3-4 ուղղություն զբոսաշրջիկներին, տուրիստականները, այդ 3-4 ուղղությունն են ներկայացնում եւ վերջ, դրանով ամեն ինչ ավարտվում է։ Բայց չէ որ մենք ունենք շատ ավելի հետաքրքիր եւ պատմական վայրեր, ունենք դամբարաններ, որոնք ցավոք լավ վիճակում չեն։ Մենք այդքան ասում ենք պատմական Հայաստան, հին մշակույթ ունեցող, պատմություն ունեցող, բայց տանում ենք 4 տեղ, որոնք դարձել են զբոսաշրջային գլխավոր ուղղություններից, Սևան, Դիլիջան, Գառնի եւ այդքանով այլ բան չենք առաջարկում։ Արդյոք փոխվել է իրավիճակը եւ արդեն սկսել են այլ ուղղություններ էլ առաջարկել։ Նորից գանք կազմակերպված զբոսաշրջության անհրաժեշտության, կարևորության մասին ենք խոսում, այդ հիմնական վայրերը գնում են հիմնականում անհատ զբոսաշրջիկները, որ դա լսել են, ինչ որ կերպ հասնում են այդ ուղղություններով կամ լավագույն դեպքում վարձում են ինչ որ մեքենա եւ գնում են կամ զբոսավար, որը նաեւ վարորդ է։ Երբ պիտի դա ավարտվի։ Դե այս գործընթացը երբ որ սկսում է արդեն նույնիսկ մեքենա ունեցող, բայց արդեն լիցենզավորված, ծանուցված զբոսավար, եթե լինի, մենք ուրեմն կունենանք իհարկե ավելի որակյալ զբոսաշրջություն, այնպիսի զբոսաշրջություն, որի արդյունքում ճիշտ է ներկայացվում, պատշաճ ձևով է ներկայացվում մեր մշակութային ժառանգությունը, այո, եւ բացի այդ, իսկ կազմակերպված զբոսաշրջության դեպքում իսկ մեր նվիրյալ զբոսաշրջային օպերատորները գիտեն այդ նոր բոլոր զարգացումները, ունեն մշակված շատ հետաքրքիր ուղղություններ, ծածկելով հանրապետության ողջ տարածքը ըստ այդ փաթեթների առանձնահատկության եւ այստեղ է նորից գալիս կազմակերպված զբոսաշրջության կարևոր դերը, որ կարողանանք ապահովել համաչափ զարգացում եւ կայուն պատասխանատու զարգացում։ Արդյոք մենք կարողացել ենք հասնել նրան, որպեսզի շատ լավ դիրքերում լինենք այլ երկրների զբոսաշրջային ընկերությունների հետ գործակցություններում, որովհետև սա եւս շատ կարեւոր է, մարդիկ տարբեր երկրների դիմում են իրենց տեղական զբոսաշրջային ընկերություններին եւ արդյոք հասել ենք նրան, որ այդ տեղական զբոսաշրջային ընկերությունները որպես գեղեցիկ զբոսաշրջային վայր առաջարկեն Հայաստանը։ Որակական իմաստով հասել ենք, մրցակցային տարբեր առավելություններով հասել ենք, բայց քիչ առաջ ներկայացրած նախագիծը ընդունվելու դեպքում սա ամրապնդելու է այդ դիրքերը, ուժեղացնելու է այդ դիրքերը եւ սրանում առավելագույն արդյունք ենք ստանալու։ Տեղացի զբոսաշրջիկի վարվեցողության մշակույթ կարող ենք ասել, որ որոշակի փոխվել է թե ոչ, թե էլի գնում ենք, բնությունը փչացնում ենք, աղտոտում ենք, գալիս ենք։ Զգալիորեն, որովհետև եթե նաև այդ ուղղությամբ իրականացվում են տարբեր այսպես միջոցառումներ եւ հանրահրճակվում են հետաքրքիր նախաձեռնություններ, հայտարարություններ, որ տեսեք մենք գնացինք, մաքրեցինք, մենք մաքուր ենք պահում մեր հայրենիքը եւ այլ, այս բոլոր հարցերով իհարկե կամաց իրենց ազդեցությունը ունենում են։ Եվ վերջում որոնք են Հայաստանի ամենապահանջված ներքին զբոսաշրջային ուղղություններն այս ամառ եւ օրինակ ձեր ամենասիրելի վայրը, որ ուզում եք հանգստանալ, խաղաղվել Հայաստանում։ Ես շատ ունեմ սիրելի տենց վայրեր, բայց միշտ խնդրում եմ այդպես շատ չասել, որ չգնան մյուսները։ Ոչ թե չգնան, այլ չստացվի, որ մեկը նախընտրում ենք մյուսից, որտեղ ես միշտ ասում եմ, որ Հայաստանը այնքան գեղեցիկ է, այնքան հրաշալի, բոլոր անկյուններն էլ իրենց առանձնահատկություններով լավն են մեկը մյուսից, պարզապես պետք է տեղեկացված լինենք, այստեղ նույնպես այդ վայրերի մասին կարող են տեղեկանալ նաև էկոնոմիկայի նախարարության կայքեջից, որտեղ որ սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններն են եւ այնտեղ այդ փաթեթում ներառված զբոսաշրջային օպերատորները յուրաքանչյուրը առնվազն 30 փաթեթ առաջարկով հանդես են գալիս։
նույնիսկ եթե սոսպաթեթի շահառուչես, դա շատ լավ տեղեկատվական հարթակ է։ Այո, որից կարող ես ուղղորդվել եւ գնալ։ Շնորհակալ եմ ձեզ։ Մենք նաեւ լիահույս ենք, որ ինչ որ ժամանակ անց նաեւ շատ լավ դիրքերում կհայտնվեն էքստրեմալ զբոսաշրջային հատվածը, որովհետեւ մենք ունենք սարեր, ձորեր, լեռներ, որ արշավներ հիանալի կազմակերպված եւ մենք նկատում ենք արդեն զբոսաշրջիկների հետաքրքրությունն այդ ուղղությամբ եւ իհարկե բժշկական զբոսաշրջությունը, որը եւս շատ գրավիչ է օտարազգի ներկայացուցիչների համար։ Պարոն Ապրեսյան, շնորհակալություն մանրամասն ներկայացնելու համար։ Հիշեցնեմ զրուցակիցս էր Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։ Փորձենք յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր րոպե վայելենք, իհարկե այդ ամենն անենք նաև Հայաստանի գրկում։ Քո ձայնը